Նինոցմինդայի շրջանի Մեծարագյալ գյուղը ոչ միայն իր աշխատասեր մարդկանցով է հայտնի, այլև երիտասարդներով, ովքեր իրենց կամքով ու նվիրումով ապացուցում են, որ մեծ երազանքները սկսվում են փոքր գյուղերից։ Այսօր այստեղ հաբարտությամբ խոսում ենք 3 մարզիկների մասի, ովքեր դարձել են չեմպիոններ քիքբոքսինգի մրցումներում։ Ես Ծառուկյան Քաչավանն եմ, զբաղվում եմ արդեն 4 տարի է քիքբոքսինգով, հաճախել եմ տարբեր մրցումների, Հայաստան, Վրաստան, իմ մարզիչս Սերգեյ Տոնականյանն է, ես շնորհակալ եմ իրանից, մենք մասնակցելու ենք Իտալիա, այս ամսու 30-ին աշխարհի առաջնության, նաև շնորհակալ եմ այս օրվա համար Լովա պապին և կազմակերպելու համար այս օրվա հանդիպումը։ Այս 3 աշակերտները սովորում են Մեծարագյալ գյուղի հանրային դպրոցում։ Մինչ մյուսները դասերից հետո շտապում են տուն, նրանք ճանապարհ են բռնում մարզադահլիճ։ Օրեր, երբ հոգնածությունը գերազանցում է ուժերին, նրանց մոտիվացնում է միտքը՝ մեկ օր կանգնել աշխարհի առաջնության հարթակին։ Թորնիկս մեծ սեր ունի սպորտի նկատմամբ, հաճախ եկե մեծ սիրով գերտա Տոնականյանը լավ մարզիչ է, հոգատար, ամեն ինչ կանի, որ երեխաները առաջընթաց ունենան։ Դե լավ է, երբ գեղը փոքր հասակից երեխաները սորվինգը լավ է, դեպի լավ է, ծակտենգը լավին ու գեղին մեր ջավախքի անունը բարձր պահելու միջազգային հարթակներում։ Անքուն օրեր խիստ ապրումներ, սպորտի հանդեպ անկոտրում սեր, հենց այս ամենն է նրանց հասցրել հաջողության։ Տարածաշրջանային և ազգային մրցումներում նրանք վաստակեցին չեմպիոնի կոչումներ, բարձր պահելով ոչ միայն իրենց անունը, այլև ողջ Նինոցմինդայի մարզական պատիվը։ Ես Նարեկ Սրանյանն եմ, 14 տարեկան, ապրում եմ Մեծարագյալում, զբաղվում եմ քիքբոքսով, մասնակցել եմ շատ մրցումների, ունեմ առաջին տեղ, երկրորդ տեղ։ Ես մարզվում եմ Սերգեյ Տոնականյանի մոտ, շատ շնորհակալ եմ նրանից, որ հասել եմ այս ամենին։ Ես պետք է մասնակցեմ Իտալիա Հռոմ մրցաշարին, Եվրոպայի առաջնություն է, աշխարհի առաջնություն է։ Ես շնորհակալ եմ Լովա Տալբացյանին այս ամեն ինչը կազմակերպելու համար։ Այսօր նրանց սպասվում է հերթական, բայց առավել պատասխանատու քայլը։ Առաջիկա օրերին նրանք կմեկնեն Իտալիա մասնակցելու աշխարհի առաջնությանը։ Երիտասարդ մարզիկների համար սա ոչ միայն մեծ փորձ է, այլև հնարավորություն ներկայացնելու Վրաստանն ու հայրենի Նինոցմինդան միջազգային հարթակում։ Ես Նարեգին Բաբան եմ, շատ հեբարդ եմ, որ Նարեգին պես երեխա եմ դաստիարակ է, ու շատ հեբարդ եմ, որ մեր գյուղում գա սպորտզալ, շատ հեբարդ եմ, որ ունենք Սերժիկ Տոնականյանին պես մարզիկ, իմ երեխիս մարզիկ է, տարբեր տեղեր է տարե, Հայաստանում առաջի տեղ է արե, Ախարքալագում առաջի տեղ է արե, Վրաստանի առաջի տեղ է արե, հիմա ինքը կուզե որ Եվրոպա տանի ու մրցույթների աշխարհի առաջնություն է։ Շնորհակալ եմ մեր մունիցիպալիտետին, շնորհակալ եմ մեր գյուղի ջայլներին, որ մեր կողքը նեղբահին կանգնած են եղել, բոլորին ցանկանամ կե մեզի ֆինանսապես օգնել են տեղակայ մեր ջայլությունը, շնորհակալ եմ Լովա Տալբացյանին, որ այս կազմակերպությունը երել է իմ երեխոցս համար, իմ գյուղիս համար ու բոլորից շատ շնորհակալ եմ։ Գյուղի դպրոցում և համայնքում բոլորը սպասում են նրանց հաջողությանը։ Ուսուցիչներն ու ծնողները պատմում են, որ երեխաները ոչ միայն մարզական, այլև մարդկային որակներով են առանձնանում հարգանքով, կարգապահությամբ և թիմային ոգով։ Ես Արտուշ Եզեկյանն եմ, ես 12 տարեկան եմ։ Ես արդեն մարզվում եմ այս սպորտով 4 տարի է։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ մարզիչին, որ ինձ օգնեց հասնեմ այս բարձունքներին։ Ես այս մի քանի օր հետո մենք մասնակցելու ենք Իտալիա մարզման, որտեղ ես ցանկանում եմ իմ ընկերներին նույնպես հաղթանակ տանել և վերցնել առաջին տեղը։ Տարիների ընթացքում ես մասնակցել եմ Հայաստան, Վրաստան և Թուրքիա։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել մարզիչիս Սերգեյ Տոնականյանին, որ ինձ օգնեց հասնեմ այս բարձունքներին։ Եվ նույնպես ուզում եմ շնորհակալություն հայտնել Լովա պապին, որ օգնեց մեզ և դուք եկաք մեզ մոտ։ Այս 3 երիտասարդ մարզիկները այսօր ապացուցում են, որ հաջողությունը պատահականություն չէ,
Այն կերտվում է քրտինքով, համբերությամբ և սիրով ընտրված գործի հանդեպ։ Մեծ Արագյալ գյուղի բակերում այսօր ավելի շատ երեխաներ են բռնում ձեռնոցներ, երազելով մի օր կրկնել իրենց ընկերների ճանապարհը։ Նրանք ոչ միայն չեմպիոններ են ռինգում, այլև հավատքի և պայքարի կենդանի օրինակ ամբողջ Նյոծմինդայի երիտասարդության համար։ Ես Արտուշ Եզեգյանին ծնողն եմ, Հովիկ Եզեգյանը, տեղիս մեջ կար այդ սերը սպորտին։ Կուզեր մեր անգեր Սերժիկը Դոնագանյանը եկավ գեղ, մեծ Արագյալու մեջ բացեց սպորտ դպրոցը, ու մենք մեր դեղոցը հաջախեցինք այդտեղ, ու իրան շնորհքով մեր դեղակը առաջ քնացին, չարչարվան, հասանեն աստիճանին, որ այսօր դեղակը ներթանդի Իտալիա մերսման, ու ի շնորհիվ մեր գեղին ջայլութանն էլի, որ դեղակը ձեր բեռնեցին, որ մեր դեղակը ետ չգանին, մեզի հետ աջակցեցին այս գործողությանը, հիմի ամսու 39-ը 31-ին այժտանդի։ Դեղոցը մեր մաղթենք հաջողություններ առաջնային, հաղթանակով ետքան, ու ամենակարևորը մեր անգեր Սերժիկին մեծ շնորհակալություն, որ այս գործը մարդը բաց չի թողնեք, քերդաջան շատ չարչարվի մեր դեղոցը համար։ Ու մեկտեղա մեր Տալիբաստյան լովային, որ մարդը այս կազմակերպությունները դիմել է ձեզի, եկել եք նկարեք սիրուն ձևով ներկայացնեք։ Այսօր ամեն մեկը փոքրից մինչև մեծ հպարտությամբ է խոսում այս 3 չեմպիոնների մասին։ Բոլորը նույն ցանկությունն ունեն՝ տեսնել նրանց հաղթանակած։ Թող յուրաքանչյուր հարված լինի ճշգրիտ, յուրաքանչյուր քայլ հաղթական և յուրաքանչյուր մրցում նոր ձեռքբերումներ դեպի ապագա։